Մենք ունենք Հայաստանում գործարարներ, որոնք հաջողել են, օրինակ Սամվել Ալեքսանյանը, ես չգիտեմ կա LinkedIn-ում թե ոչ, բայց մարդը հաջողել է։ LinkedIn-ի հմայքը նրանումն է, որ այստեղ են արդեն գործնական մտքեր հետապնդող մարդիկ։ Հայաստանում դեպք կա, երբ որ ընկերներից մեկը մի քանի հազար մանր երջավոր, այսպես ասած, անասուններ է վաճառել LinkedIn-ով։ Մենք աշխատում ենք գործարարների եւ գործադիր ղեկավարների հետ, իրենց անձնային բրենդի ու ընդհանրապես LinkedIn-ում այդ իր անձնային բրենդը զարգացնելու եւ կապիտալիզացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ես անհատական քոուչինգային ծառայություն եմ մատուցում LinkedIn-ի եւ նաեւ դասընթացներ խորհրդատվություններ եմ տարվում։ Ասում են, որ պետությունները հաղթում են, գոյատևում են առհասարակ, եթե կամ նվաճող են, կամ արտադրող են։ Հիմա մեր հույսը դուք եք գործարարները։ Իմ նպատակն է, որ ես կարողանամ ազդել գործարար միջավայրի վրա ու մի քանի հազար մարդ գործարար արմատավորվի, այսպես ասած, LinkedIn-ում եւ ներկայանալի դառնա եւ որպես LinkedIn-յան համայնք ներկայանալի դարձնենք Հայաստանը։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցը Targeting ընկերության համահիմնադիր 3 գրքերի հեղինակ Գոր Կարապետյանն է։ Բարև ձեզ Գոր։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, միշտ հաճելի է ձեզ տեսնելը մեր տաղավարում։ Գոր, իմ ձեռքում գտնվում է ձեր վերջին LinkedIn 101 գիրքը, գործը, ստեղծագործությունը, այսպես եթե անվանենք, ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի։ Նախ մի փոքր անդրադարձ անենք, թե ինչ գործիքակազմ կա, ինչու պետք է մարդիկ ունենան գիրքը, ում է ուղված գիրքը, հատկապես ովքեր պետք է ունենան որոշում կայացնողներ, ղեկավար կազմ, թե յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա։ Ախ, կրկին շնորհակալ եմ հրավերի համար, միշտ հաճելի է ձեզ հետ զրուցելը, թե եթերում, թե եթերից դուրս անշտան։ Սիրո։ Ինչ վերաբերում է գրքին, LinkedIn 101-ը ստեղծվել է իմ LinkedIn-յան, այսպես ասած, բազմամյա ճամփորդության արդյունքում։ Ես հարթակում եմ 2016 թվականից, բայց առավել ակտիվ եմ վերջի 3-4 տարին։ Նաև մենք միջոցառում ունենք տեղեկեք այդ մասին LinkedIn-ի հետ կապված։ Այսպես, այն հարցին, թե ում համար է նախատեսված, իրականում գրքի կազմում գրած է ում համար, բիզնես առաջնորդների, ես այսպես եմ ձևակերպում, ինքը նախատեսված է բիզնեսում որոշում կայացնելու մանդատ ունեցող անհատների համար։ Գիտեք, LinkedIn-ի մասին բազմաթիվ դասընթացներ ու նյութեր կան, ինչպես աշխատանք գտնել, ինչպես աշխատակից գտնել, բայց այլ executive մակարդակի համար, թե ինչ անի բիզնեսի սեփականատերը կամ բարձր օղակի մենեջերը, այս մասով ինֆորմացիան ավելի քիչ է ու կամ որ իմ աշխատանքը եւ փորձը հենց այս սեգմենտի հետ ավելի մեծ էր, ես որոշեցի այդ ամեն ինչը հանձնել, ինչպես ասում են, թղթին ու ստանալ ուղեցույց, որովհետեւ նմանատիպ գրականության պակասը Հայաստանում շատ է։ Գործիքների մասին իրականում ինքը գործնական ուղեցույց է իրոք ստացվել սկզբից մինչև վերջ, ընթերցողի մոտ տպավորություն կլինի, որ մենք այսպես դեմդիմաց նստածենք, ինքը հարցեր է տալիս, ես պատասխանում եմ եւ պատասխանում եւ ամենավերին փիլիսոփայական, այսպես ասած, հարթությունից եւ շատ պրակտիկ, ինչ անել հենց հիմա մակարդակից։ Այդ տրամաբանության մեջ կան գրքում օգտագործված 10-ից ավելի գիտական ֆրեյմվորքեր եւ մեթոդներ, ոչ միայն գիտական, այսինքն որոնք օգնում են, որ դուք մտածողություն ու գործողություններդ ավելի լավ կազմակերպես։ Կան մի քանի տասնյակ գործիքներ, որոնք տարբեր խնդիրներ են լուծում, դիրքավորումից, բովանդակություն ստեղծելուց, մինչև ինչ-որ վերլուծական տվյալներ, այսպես, ու ինքը իրոք շատ պրակտիկ, ամենօրյա ուղեցույց է ստացվել։ Այն կարծիքին եք, որ յուրաքանչյուր գործարար, օրինակ, պետք է ունենա LinkedIn, լինի LinkedIn-ում, որպեսզի հաջողի։ Մենք ունենք Հայաստանում գործարարներ, որոնք հաջողել են եւ տեղյակ չեմ, իրենք իհարկե կան LinkedIn-ում թե ոչ, օրինակ Սամվել Ալեքսանյանը, ես չգիտեմ կա LinkedIn-ում թե ոչ, բայց մարդը հաջողել է։ Ինչ պետք է պատահի, ինչ վտանգ կա կախված, եթե նա չկա LinkedIn-ում, օրինակ, ինչ պետք է լինի Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա հաջողել է եւ LinkedIn-ում չկա։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, միտք տվեցիք, որպեսզի ես ստուգեմ, կա թե չկա, որտեվ չեմ ստուգել։
իրականում ոչ այնքան վտանգի, որքան բաց թողնված հնարավորությունների մասին է խոսքը։ Այսինքն, տվյալ գործարարի մասով դժվար է ինձ համար օրինակներ բերել, բայց միտքը հետևյալն է, որ եթե միջազգային կապեր է պետք ստեղծել, եթե պետք է օրինակ բրենդի անունը բարձրացնել, իհարկե պետք է։ Տեսեք, այսպիսի մի տվյալ կա, որ ընկերության հիմնադրի անձնային բրենդը ձևավորում է ընկերության արժեքի 44%-ը։ Որպես ավելի պատկերացրեք Տեսլան եւ Իլոն Մասկին, Apple-ը եւ Steve Jobs-ը։ Այսինքն, երբ որ ընկերության հիմնադիրը կամ CEO-ն կամ ամենաերևացող դեմքը ուղիղ ասոցացվում է ու կազմում է բրենդի կարևոր ոնց որ կամ մեծ մասը, այսպես ասած, ընկալման առումով։ Հիմա ամեն բիզնես իր խնդիր ունի կամ իր առաքելությունը պետք է ինքը որոշի, բայց նման հնարավորություն կա։ Ու եթե մենք ցանկանում ենք, որ մեր բիզնեսի կամ բրենդի արժեքը բարձրանա, դա լավագույն մեթոդներից մեկը դա անելու անձնային բրենդի վրա աշխատելն է։ Ընդ որում ոչ միայն բիզնեսի արժեքի վրա է սա ազդում, այլ նաև դառնում է ավելի գրավիչ աշխատավայր։ Այդպիսի դեպքեր կան, երբ որ ընկերությունները ներդրում են կատարում բարձր եւ միջին օղակի վրա, ընդ որում հայկական ընկերության օրինակ գիտեմ, երբ որ ռազմավարական որոշում է կայացվում, որ մի քանի ուղղություններով top մենեջերների անձնային բրենդի վրա աշխատել ու տվյալ ընկերությունների խմբի նկատմամբ ապագա աշխատակիցների հետաքրքրությունը մեծանում է, այսինքն ավելի շատ են դիմում տվյալ ընկերությունում աշխատելու համար։ Այսինքն իրականում անձնային բրենդը, դա LinkedIn-ում կլինի գլոբալ առումով կառուցելը շատ կարևոր է։ Փորձեցի պատասխանեմ այն հարցին հնարավորությունների առումով, այսինքն այո, եթե չկաս, դու բացես թողում հնարավորություններ։ Իհարկե, միգուցե շատերն ասեն մենք գոհ ենք մյուս սոցիալական ցանցից, իհարկե, ես հասկանամ սա, բայց ստեղ խոսքը գնում է բաց թողված հնարավորությունների մասին։ Նույն հնարավորությունները կամ այն ինչ որ կա այն ստատուսը, որ ունեք, շատ ավելին կարող է լինել, կամ ավելի հաստատուն, կամ ավելի արժեքավոր LinkedIn-ի միջոցով։ Շատ բարդ աշխատանք եք վերցնում ձեր ուսերին, որովհետև խոսքը գնում է Հայաստանի մասին, մենք մի ժողովուրդ ենք, մի ազգ ենք, որը էմոցիոնալ է եւ սիրում է օրինակ այսպես դեմարդեմ հանդիպումները, զրույցները, անգամ շատ հաճախ չեն էլ վստահում կամ լուրջ չեն էլ վերաբերվում սոցցանցերին, նույնիսկ գործարարները շատ հաճախ, ինչքան ժամանակ է պետք, որպեսզի մարդը զգա, որ իր իմիջի վրա, չգիտեմ, իր LinkedIn-ի վրա թեկուզ աշխատանքը իր արդյունքը տալիս է, որովհետև շատ հաճախ լինում է այսպես, չէ, 2-3 ամիս հետո ասում են, բա մենք ինչի ամենահայտնին չենք։ Այսօր ես LinkedIn-ում գրառում կատարել այդ մասին կարելի ասել, հետևյալ նախադասությամբ է սկսվում, որ հեղինակությունը, այսպես ասեմ, կրկնությունների հաճախականությունն է։ Եթե օրինակ դուք ինձ հրավիրեք եթերի, ես մեկ անգամ ուշանամ, սա մի դեպք է, բայց եթե 5 անգամ ուշանամ, սա բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Այսինքն, երբ որ խոսում ենք հեղինակության կամ անձնային բրենդի մասին, սա հանրայինորեն երևացող կերպարի կողմից դրսևորվող կամ իրեն բնորոշ հատկությունների կրկնությունն է։ Ինչքան ժամանակ է պետք իրականում սոցիալական ցանցերի ներկա հնարավորությունների դարում դու մեկ օրում կարող ես դառնալ այսպես ասած հայտնի կամ տվյալ ոլորտի հետ ասոցացող։ Բոլորովին այլ հարց է, թե որքան ժամանակ դա կմնա։ Այստեղ է գալիս կրկնությունների կամ ավելի, եթե ճիշտ կլինի ասեմ, հետևականության անհրաժեշտությունը։ Փորձից ելնելով, եթե չենք խոսում շատ գլոբալ կամ նույնիսկ հանրապետական մասշտաբով ինչ-որ ճանաչելիության մասին, բայց խոսում ենք ինչ-որ ինդուստրիայում, որպես փորձագետ, որպես տվյալ ոլորտի հիմնադիր կամ ինչ-որ մի գործունեության, 3-ից 6 ամիսը բավարար է, որպեսզի դու ստեղծես ընկալում քո մասին, բայց դա հեշտ գործն է, բարդը այդ ընկալումը պահելն է, զարգացնելը եւ դրական պահելն է, որի համար այլ ժամկետ չկա, այսինքն պետք է անընդհատ աշխատես դրա վրա։ Դրա համար կան մոնիթորինգային գործիքներ, ինձ լավ գիտեք, որ քաղաքական գործիչներն են օգտագործում, կան ծառայություններ, որոնք փորձում են հասկանալ թե PR առումով ինչ սենտիմենտներ կա ընկալման առումով դրական, բացասական եւ այլն։ Որտեղ սա արդեն ամենօրյա աշխատանք է պահանջում, բայց եթե ամփոփ պատասխանեմ, 1-ից 2 եռամսյակում կարելի է ստեղծել ընկալում քո մասին, դրական, դրանից հետո արդեն պետք է զարգացնել դա։ Ովքեր պետք է ունենան LinkedIn եւ աշխատեն իրենց LinkedIn-ում։ Մեր օպերատորից սկսած բոլորս։
Ես վերջերս երկու հաղորդման էի, հաղորդավարները ասում էին, որ առանձին ես կարծում եմ մեր նախնական զրույցի ժամանակ, որ LinkedIn ինձ համար չէ։ Մի հաղորդման վերջում հաղորդավարը վերցրեց հեռախոսահամարս, ասաց դուք ինձ համոզեցիք, ես կվերցնեմ ձեր կոնտակտը, վերջում կզբաղվեմ իմ պրոֆիլով եւ կդիմեմ ձեր օգնությանը։ Նայեք, իրականում ես այս օրինակը մի քանի տեղ բերել եմ, շատ դետալների մեջ չեմ խորանա։ Այսպիսի սխալ ընկալում կա հայկական LinkedIn-յան իրականության մեջ, բայց ոչ միայն հայկական դերևս, որ LinkedIn ավելի շատ աշխատանք փնտրելու վայր է, աշխատակից գտնելու վայր է կամ ոլորտային առումով եթե խոսենք, ավելի ֆինանսաբանկային ոլորտի մարդկանց համար եւ խորհրդատվական եւ IT, բայց իրականում հենց ձեր մասնագիտությունը կամ այս տաղավարում հիմա քանի հոգի կան, բոլորիս մասնագիտությունը շատ հետաքրքիր կարելի է ներկայացնել LinkedIn-ում ու դա օգտագործել մեր իսկ մասնագիտության զարգացման եւ մեր իսկ մասնագիտական աճի զարգացման։ Դրա համար բոլորին է պետք ձեր հարցին պատասխանը։ Ու ես օրինակ է բերել գրքում այդ մասին եւս կա, երբ որ Հայաստանում դեպք կա, երբ որ ընկերներից մեկը մի քանի հազար մանր երջավոր, այսպես ասած, անասուններ է վաճառել LinkedIn-ով։ Ես այս օրինակը բերում եմ ու միշտ զավեշտալի է ինքը հնչում, բայց հենց նրա համար է, որ հասկանանք, որ սա միայն ինչ-որ վերամբարձ IT կամ խորհրդատվական ընկերությունների համար չէ։ Հնարավոր է LinkedIn-ով վաճառել գրեթե ամեն ինչ, եթե դա անես ճիշտ։ Եվ մեկ այլ օրինակ եմ բերում, որ վաճառվել է մի քանի միլիոն դոլարի կաուչուկ։ Դրա համար ես միշտ ասում եմ, ես այս օրինակները բերել եմ նրա համար, որպեսզի բոլորից խլեմ այն արդարացումը, որ LinkedIn-ը իմ համար չէ։ LinkedIn-ը բոլորի համար է, եթե դու ունես հստակ նպատակ, ուզում ես օգտակար լինել քո մասնագիտական գիտելիքներով եւ ուզում ես դրանք զարգացնել, հետեւաբար ցանկացած մասնագիտություն կարելի է այստեղ շատ գեղեցիկ ներկայացնել։ Բայց ճիշտ եմ հասկանում արդյոք, որ LinkedIn-ը ոչ թե ինչ-որ բան ստեղծելու համար է, այլ ստեղծածը առաջ տանելու, առաջ խաղացնելու համար է։ Օրինակ, մտնեմ LinkedIn, ինչ-որ բիզնես սկսեմ ստեղծեմ մարդու մոտ, կարող է սխալ ընկալում առաջանալ, որ պետք է LinkedIn մտնի նոր բիզնես ստեղծի։ Ոչ, բոլոր դեպքերում էլ հնարավոր է կիրառել, երբ որ դու գործարար ես կամ գործարար չես, դու ինչ-որ միտեղ աշխատում ես եւ քո մասնագիտություն եք, դուք podcast եք վարում կամ հաղորդակցություն եք զբաղվում կամ ունեք production։ Սա շատ լավ թեմատիկա է, ինչի մասին կարելի անվերջ խոսել ու կիսվել ձեր backstage ոչ միայն կադրերով, այլ զգացողությամբ, հյուրերը ինչպիսին են լինում, քանի տիպի հյուր է լինում, ձեր փորձից ելնելով ու ձեր դիրքավորումը ըստ տվյալ հյուրի, որը նաև կարող է լինել կրթական ձեր ապագա բոլոր հյուրերի համար կամ ոչ ձեր հյուրերի համար, այսինքն ձեր բովանդակությունը ինքնին կրթող է։ Երբ որ սա դուք անում եք, նախ դիրքավորում եք ձեզ որպես տվյալ ոլորտի գիտակ, փորձառու հաղորդավար կամ podcast վարող կամ ինչպես եք ուզում ձեզ դիրքավորել։ Մյուս կողմից դիրքավորում եք անուղղակիորեն այն ընկերությանը, որտեղ դուք աշխատում եք, ամեն հովանոցը, որի տակ դուք գտնվում եք, տվյալ դեպքում ելակետը։ Ու ձեր անձով դուք հետաքրքրություն եք առաջացնում դեպի ելակետը։ Սա մի օրինակ, երբ որ արդեն պատրաստի, այսից համակարգի աշխատակիցը փորձում է ակտիվ լինել։ Մեկ այլ դեպք է, երբ որ օրինակ ես անձամբ որոշում եմ սկսել podcast։ Ես ունեմ մարքեթինգային փորձ, գործարար փորձ, դասավանդման փորձ, տարբեր փորձեր։ Ու ես ընտրում եմ մի ուղղություն եւ որոշում եմ ինքս ստեղծել ինչ-որ մի podcast։ Այդպիսի փորձ ունեմ, բայց չեմ արել LinkedIn-ում։ Ու ես սկսում եմ կիսվել դրա բարդություններով, սկսած տեխնիկական խնդիրները, թիմ հավաքելը, մոնտաժը, հյուրերի ընտրելու գաղափարը եւ այլն եւ այլն։ Ու ես իմ ամենօրյա գիտելիքը կամ փորձը հաջողված եւ ձախողված վերածում եմ բովանդակության։ Առաջինը հետաքրքրություն եմ ստեղծում դեպի իմ ստեղծած նոր գաղափարը, երկրորդը ես իրեն տալիս եմ ինչ-որ առումով պատմություն ու մարդիկ սկսում են ավելի մարդկայնորեն ընկալել իմ պրոդուկտը, քան կընկալեին, եթե ես ուղղակի շատ փայլուն ու մեծ բյուջեով մտնեի ու միանգամից սկսեի ինչ-որ գործողություններ անել, որտեղ ստացվում է, որ մարդիկ կարելի ասել էմոցիոնալ կապվածություն են ձեռք բերում։ Ու եթե իմ նպատակը լիներ podcast-ով գումար աշխատել, ես իմ խնդիրը շատ հեշտ կլուծեի այդ առումով։ Այսինքն ես կդիրքավորեի ինձ որպես պայմանական business podcast host, խոսեի փիլիսոփայության մասին, backstage բաների մասին խոսեի եւ եթե իմ նպատակն էր լինելու նաեւ հովանավորներ ներգրավել, ես
իմ անձի միջոցով իմ ոդքասթին փոխանցած, այսպես ասած, ընկալումը անարդյունքում ժամանակի ընթացքում էլի 2 երամսյակ կամ ավելի քիչ ժամկետում հնարավորություն կլիներ, որ ես ներգրավեի առաջի, ընդհանրենք հովանավորին գործընկերոջը կամ եթե ֆորմատը լիներ վճարովի, այսինքն մարդը վճարում է, որպեսզի լինի իմ հյուրը, ես հասնեի այդ նպատակին։ Ես փորձեցի մաքսիմալ պրակտիկ բերել, ընդ որում ես հիմա կարող եմ զուգահեռ մի քանի այդպիսի բաներով զբաղվել ու 6 ամիս հետո ես վստահ եմ, որ ինչ որ ձեզ հիմա պատմեցի, ես կարող եմ հասնել դրան։ Ու սա իմ մասին չի, այլ հարթակի տված հնարավորությունների մասին է, եւ մեզանից ակնկալվում է 2 բան. հստակ նպատակ դնել եւ ունենալ բավականաչափ հետևականություն ամեն օր գնալ դեպի այդ նպատակը։ Դա բնականաբար նաև ձեր մասին է ու ես ամեն անգամ հիանում եմ, որ մեր գործարարների որակը այսպես գնալով փոխվում է եւ ավելի երիտասարդ սերունդը գործարարները այսպես գիտելիքներով զիննում են, որովհետեւ մեր երկրում իսկապես փոփոխություններ կլինեն հենց գործարարների միջոցով, որոնք կլինեն ազնիվ, ազնվական գիտելիքներով զինված եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ։ Դե բացի այն, որ սա ձեր գիտելիքների ամփոփումն է LinkedIn-ի մասով, կամ առաջին մասն է, կամ փոքր մասն է եւ այլն, բայց նաեւ գիտեմ, որ նվիրել եք ձեր գործընկերոջը գիրքը, մեր լավ ընկերոջը Էմիլին, Էմիլ Կրոյանին, կցանկանամ այս մասին խոսել։ Դուք անգամ 4 LinkedIn-ի գրքի մեջ արժեք եք դրել ընկերոջը նվիրելով։ Շնորհակալ եմ շատ այդ հարցը բարձրացնելու համար։ Եթե թույլ կտաք մինչև հարցին անդրադառնալը, զուտ բովանդակային առումով, քանի որ թեման շատ տեխնիկական է, ես հենց իմ ամբողջական մոտեցումն է այդպեսին եղել, որ առաջի հենց բառից մարդը իրան կթվա թե գեղարվեստական գիրք է կարդում, այսինքն ինքը շատ երկխոսության, շատ կենթանի պատմությունների հիման վրա է, որովհետեւ 4 տեխնիկական գիտելիքը դառնա հաճելի, երբ որ դու սերտում ես։ Իսկ ինչ վերաբերում է Էմիլին, տեսեք, սա իմ երրորդ գիրքն է, առաջի գիրքը ինչ-որ բան սկսելու մասին էր ու նվիրեցի ծնողներիս, ովքեր ստեղծել են բոլոր հնարավորությունները, որպեսզի ես կրթվեմ եւ, ինչպես ասում են, մտնեմ մեծ կյանք։ Երկրորդ գիրքը առաջնորդության մասին էր ու նվիրեցի կնոջս ու զավակներիս ու միշտ ասում եմ, որ իմ առաջնային լսարանն է առաջնորդական հմտությունները փորձարկելու։ Եվ երրորդ գիրքը, որը LinkedIn-ի բիզնեսի կապեր ստեղծելու մասին էր, ավելի լավ տեխնատոր չէր կարող ունենալ, քան իմ լավ գործընկեր Էմիլ Կրոյան, որովհետև մեր գործունեությունը targeting ընկերությունը մենք միասին ենք ստեղծել, այս գրքի մեջ օգտագործված պատմությունների մեծ մասում թեև առաջի պլանում ես եմ, բայց նաև ինքն է ուղղակի միգուցե ինքը չի երևում, որովհետև մեր ընդհանուր ստեղծած արժեքի համակարգից է բխել այդ օրինակները։ Այսպես դրա համար ես որոշեցի, երբ որ մտածում էի ում նվիրել, ու տենց ես ինքս ինձ երբ որ գաղափար եկավ շատ ոգևորվեցի, որովհետև ավելի լավ հնարավոր չէր մտածել ու մեր ընկերությունը եւ գործընկերությունը մենք նկատում ենք շատերի համար շատ լավ օրինակ է։ Այո։ Ու մի կարծրատիպ կա, որ ընկերովի գործը գործ չէ կամ կարող է գլխից մարդ չլինի, այսպես ինչ-որ կլիշեներ կան, մենք շատ հետաքրքիր, ինչպես ասում են, ֆիդբեքեր ենք ստանում, շատերն ասում են մենք հպարտանում ենք ձեր ընկերությամբ։ Չգիտեմ ինչ են հպարտանում, իրենց որ ներդրման արդյունքում են հպարտանում, բայց ես ընկալում եմ, որ դա լավ օրինակ է արձանագրվում կամ ընկալվում որպես ու դա անելով ես նաև փորձեցի փաթեթավորել դա, որ Հայաստանում մենք կարող ենք ու պետք է գործընկերությունը պրոպագանդենք, որտեղ մենք շատ սահմանափակ ռեսուրսներ ունենք, մենք ունենք միայն իրար։ Հետևաբար մաքսիմալ պետք է օգտագործենք մարդկային ռեսուրսները, լինենք ազնիվ, շատ խնամքով վերաբերվենք մեր բոլոր տեսակի հարաբերություններին եւ մեկին գումարած 1 հավասար է 11, որովհետև կա սիներգիայի արդյունքը։ Ի վերջո դու ավելի ես հաջողվում, երբ որ դու ունես գործընկեր ու այս գաղափարը նորից ես փորձեցի, ինչպես ասում են, հանրահռչակել։ Որպես մասնագետ աշխարհում ինչքան մարդ է ներգրավված LinkedIn-ում, ինչքան մարդ կա այդ հարթակում գրանցված եւ արդյոք մենք ունենք ստատիստիկա Հայաստանի մասով, ինչքան որոշում կայացնող կա գրանցված LinkedIn-ում։ LinkedIn-ում կա մոտավորապես 1 միլիարդ 200 միլիոն մարդ։ Հայաստանում 486,600 մարդ, կարող է փոխվել։ Որոշում կայացնողները 65 միլիոն։ Եվ 10 միլիոն բարձր ուղղակի ղեկավարներ կան ամբողջ աշխարհում։ Մի հերթական այսպեսի հաղորդման հյուր է ու հաղորդավոր հարցեց իսկ ինչու է LinkedIn-ը։ Տեսեք,
Ես թվերը հնչեցրեցի, որ պատկերացնեք, Facebook-ում կա մոտավորապես Հայաստանում 2 միլիոն մարդ, Instagram-ում մոտ 1.2 քանի հազար, LinkedIn-ում ունենք 500,000-ից քիչ, բայց LinkedIn-ի հմայքը նրանումն է, որ այստեղ են արդեն գործնական մտքեր հետապնդող մարդիկ։ Այստեղ չեն ուղղակի բան բացելու, շատ ինչ-որ ուտոպիստական կյանք ցուցադրելու, ոչ իրական։ Այստեղ են մասնագիտական գիտելիք կիսելու, սպառելու, գործնական կապեր ստեղծելու համար։ Հետևաբար սա շատ հետաքրքիր եւ որակյալ թիվ է, թեև քիչ է, բայց շատ որակյալ թիվ է ու գլոբալ առումել է այդպես։ Ու սա մեծ հնարավորություն է մասնագետների համար, փորձագետների ու բոլորի, որովհետեւ ի տարբերություն Instagram-ի կամ TikTok-ի, որոնք գերհագեցած են ու ամբողջ տրամաբանությունը մարդկանց զբաղեցնելու վրա է, այստեղ աշխատում է արժեք ստեղծել։ Եթե դու արժեք ես ստեղծում, դու կարող առաջիկա մի քանի ամսում շատ մեծ հնարավորություններ կամ փոխազդեցություն ունենաս լայքերի կամ այլ բաների տեսքով, որովհետև այստեղ կարևոր է այլ բան։ Ոչ թե լայքերը, այլ գործնական կապերը։ Դու կարող ես լայքեր չունենաս, բայց նամակներ ստանաս, որոնք գործնական առաջարկներ են։ Ու այս առումով վիճակագրությունը շատ համեստ է, բայց արդյունքը շատ ճչացող է, այսպես ասեմ։ Դուք որպես մասնագետ, եթե փորձենք դասակարգել LinkedIn, Facebook, Instagram, ինձ միշտ շատ հետաքրքիր է, որտեղ ինչ մասսա է, ովքեր են։ Դե եթե հայկական իրականությունը վերցնենք, եւ ավելի շատ Facebook-ում են, որովհետեւ ավանդաբար այնպես է ստացվել, որ Facebook-ը մեր հիմնական, այսպես ասած, սոցիալական ցանցն է, որտեղ հասարակության բոլոր շերտերը եւ բոլոր տարիքային գրեթե կան, բացի վերջի մի քանի երևի շերտերը տարիքային առումով։ Facebook-ը, Instagram եւս ակտիվություն կա որոշակի, բայց Instagram ընկալվում է ավելի Z սերունդի, այսպես ասած, միջավայր։ Facebook-ը ամեն ինչի միջավայր է, հատկապես քաղաքականության, բողոքելու, ես համարում տոքսիկ միջավայր է։ Իսկ LinkedIn-ը գործնական միջավայր է։ Ցավոք ավելի շատ են Facebook-ում, այնինչ պետք է լինեն LinkedIn-ում։ Ինչին եւ նվիրված է գիրքը, ինչին նվիրված է մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունը, որ մենք աշխատում ենք գործարանների եւ գործադիր ղեկավարների հետ, իրենց անձնային բրենդի ու ընդհանրապես LinkedIn-ում այդ իր անձնային բրենդը զարգացնելու եւ կապիտալիզացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ես անհատական քոուչինգային ծառայություն եմ մատուցում LinkedIn-ի եւ նաեւ դասընթացներ, խորհրդատվություններ ունեմ այդ առումով։ Այ առաջիկայում մարտի 12-ին կա master class դասընթաց, խնդրում եմ ասեք ինչի մասին է դասընթացը, ում է ուղղված, ովքեր կարող են գալ մասնակցել եւ ինչ կտանեն իրենց հետ։ Շնորհակալ եմ դրան անդառնալու համար Անուշ ջան, նախ ես ձեզ հրավիրում եմ այդ master class-ին, շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել։ Տեսեք, այդ master class-ը ձեր ձեռքի գիրքը գործողության մեջ, կարելի է այսպես ասել, որովհետև այնտեղ լինելու է թե սկզբունքները, թե ֆրեյմվորքերը, որոնք ես կիսվելու եմ, որոնք գրքում գրված են, եւ նաեւ իմ անձնական ներգրավվածությունը տեղում։ Մենք 4 ժամ աշխատելու ենք։ Իմ նպատակն է, որ մարդը ունի պրոֆայլ կամ ինչ-որ մի մակարդակի վարում է կամ չի վարում, դուրս գա արդեն բավականաչափ բաներ արած եւ առնվազն 3 ամսվա ծրագիր կազմած, թե ինչ է անելու հաջորդիվ։ Ինքը շատ հագեցած է 4 ժամվա ինտենսիվ եւ ինտերակտիվ master class-ը, որից հետո մենք տրամադրելու ենք տեսագրված նյութեր, բազմաթիվ գործիքներ, շաբլոններ, որոնք իրենք հետագայում օգտագործելու են։ Ում համար է նախատեսված էլի գրքի թիրախի տրամաբանության մեջ առաջնային թիրախարան գործարարներ են եւ գործադիր ղեկավարներն են, բայց տարբեր ոլորտի փորձագետներ, որոնք ուզում են իրենց անձնային բրենդի վրա աշխատել եւ LinkedIn օգտագործել որպես առաջնային, ինչպես ասում են, կրիչ, շատ համապատասխան է նաեւ իրենց։ Չեմ ուզում ասել բոլորի համար, որտեղ բոլորի համար չէ։ Բովանդակությունը հենց այնպեսին է, որ որոշակի գործարար կամ կառավարչական ղեկավարման ենթատեքստ կա իր մեջ ու հենց առաջնային լսարանը իրենք են, բայց ցանկացած խելացի մարդ կարող է օգուտ քաղել։ 65 միլիոն։ Հենց այսքան որոշում կայացնողներ են ակտիվ LinkedIn-ում։ Իսկ դու LinkedIn-ը վաղուց արդեն սոցիալական ցանց չէ։ Այն աշխարհի խոշորագույն բիզնես կենտրոնն է։ Իսկ AI դարում այն քո տեսանելիության կառավարման գլխավոր վահանակն է։ Մի քանի տասնյակ գործարարների, բիզնես առաջնորդների եւ փորձագետների արդեն օգնել եմ գտնել այդ վահանակը։ Եվ այս նպատակով մեկնարկում եմ նոր
ֆորմատով master class, որը բոլորի համար չէ։ Այն նախատեսված է գործարարների, բարձր օղակի ղեկավարների, փորձագետների համար։ Մարտի 12-ին կայանալիք 4-ժամյա master class-ի ընթացքում ես կփոխանցեմ ձեզ 5-ից ավելի ֆրեյմվորքեր, 10-ից ավելի աշխատանքային ֆայլեր եւ 15-ից ավելի գործիքներ, որոնք կօգնեն գտնել ձեր անձնային բրենդի ուղեցույցը, լրացնել LinkedIn պրոֆայլը եւ հաստատել նոր օգտակար գործարար կապեր։ Այս master class-ը քո անձնային բրենդը կառուցելու եւ կապիտալիզացնելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է։ Թվերը չեն ստում, արդյունքները նույնպես։ Այնպես որ կսպասեմ քեզ մարտի 12-ին 17:00 Up&Up բիզնես կենտրոնում։ Այդ ձեր կազմակերպած LinkedIn Local Երևանի շրջանակում դուք ապացուցեցիք, որ Հայաստանում եւս կարող է լինել, որ գործարարը գործարարի հետ կամ B2B տարբերակը, բիզնեսը բիզնեսի հետ համագործակցեն եւ դա հրաշալի առաջընթաց է, որովհետեւ այո, ես տեղյակ եմ անձամբ, որ կան նման օրինակներ, որ համագործակցություն ծանոթությունը տեղի է ունեցել, երբ որ մասնակցել են ձեր միջոցառմանը։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում ես կարծում եմ այո, որովհետև բոլորս կրթվում ենք, բոլորս անշուշտ կրթվում ենք, այդտեղ նաև գործարանները ու այնպիսի գործարաններ, ում մասին մենք ավանդաբար ինչ-որ պատկերացումներ ունենք, հավատացեք բոլորն այսօր կրթվում են, ուղղակի կամ անուղղակի, որովհետև այսօր ինտելեկտի դար է ու դա է օգնում, որ դու լինես մրցունակ եւ կարողանաս հասնել քո նպատակներին։ Միջոցառումների մասով իրականում հենց առաջին մոտիվացիան եղել է դա ստեղծել մի հարթակ, որտեղ մեր տարբեր ընկերներ իրար կճանաչեն, ինչպես նաև պրոպագանդել հենց այդ գաղափարը, որ հայ գործարարները պետք է աշխատեն միմյանց հետ ու հնարավորինս շատ։ Մենք միշտ ասում ենք 5, բայց ես վերջերս հասկացա, որ 6 գործարար համայնքի անդամ ենք, որովհետև կառավարում ենք գործարար կապերը։ Ու մենք տվյալ միջոցառումը LinkedIn Local ոչ միայն արել ենք Երևանում, այլ նաև Միացյալ Նահանգներում, Անգլիայում եւ Չինաստանում, բայց փորձում ենք Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում, հայկական համայնքում, Լոս Անջելեսում անել ամեն ամյա։ Ու այս տարի եւս պլանավորում ենք հուլիսին անել Միացյալ Նահանգներում եւ սեպտեմբերին Երևանում։ Միջոցառումից հետո մինչև հաջորդ միջոցառումը, այսինքն 1 տարվա ընթացքում ամենատարբեր հանդիպումների շրջանակներում հաճախ լսում ենք այս հետադարձ արձագանքները, որ գիտեք ձեր միջոցառման հանդիպեցի, ես նույնիսկ գրում եմ այդ պատմությունները, հանդիպեցի 5 հոգու հետ, որից 2-ը հետ գործարք եղավ, ռեալ դեպքեր եմ ասում, ու ես անդադ այս հիմա որ հիշում եմ 3 հոգու առնվազն հիշում եմ, որ 2 գործարք է արել։ Ու սա մեծ համար մեծագույն երջանկություն է, որ մենք փաստորեն ծառայել ենք պլատֆորմ հարթակ, որտեղ 2 մարդիկ հանդիպել են ու գործարք են ընկել, ու սա է հենց մեր ոնց որ մոտիվացիան շարունակել սա անել, բարելավել, լավարկել, ու մենք նաև ամեն տարի փորձում ենք որը մի տեխնոլոգիական նորարարություն կիրառել, այս տարի եւս կլինի, շատ շակերտներ չբացեմ, որպեսզի ավելի թվային լուծումներ տանք, որտեղ մի քանի 100 մարդ է մասնակցում, որպեսզի մասնակիցը մաքսիմալ օգուտով եւ մաքսիմալ իրեն համապատասխան կոնտակտներով դուրս գա միջոցառումից։ Եվ հրաշալի մտածելակերպ եք փոխում, որ բիզնեսը բիզնեսին ոչ թե մրցակից նայի միայն, այլ նայի նաեւ հավանական գործընկեր։ Այո։ Շատ տարիներ առաջ բավականին զարմանալի կլիներ, որովհետև միայն մրցակից էին նայում, ինչպես թեկուզ միանման բիզնեսները ինչպես կարող են համագործակցել։ LinkedIn-ում ավելի հեշտ է անձնական պրոֆիլով հանդես գալ, թե կամպանիաները եւս հաջողում են LinkedIn-ով։ Անձերն են հաջողում, թե կամպանիաները, ավելի հավանականությունը որ մեկինն է։ Ես մի վիճակագրություն ասեմ, անձնական էջերը 8 անգամ ավելի մեծ տեսանելիություն ունեն կամ reach քան կորպորատիվ էջերը։ Էզուտ արձանագրման համար։ Եթե մենք ընտրությանը առաջ ենք ռեսուրսը տրամադրել ամբողջը ընկերության էջի վրա, թե ընդհանրենք հիմնադրի կամ տնօրենի կամ X աշխատակցի, ապա ընտրությունը աշխատակցի մարդու օգտին է, որովհետև մարդիկ սիրում են մարդկանց։ Այո։ Բայց բիզնեսի առումով ու երկարաժամկետ կտրվածքով հարցը այդքան էլ ճիշտ չէ դրված, որովհետև ես ասեցի, եթե մենք ունենք սահմանափակ ռեսուրս, այդ դեպքում ստիպված, բայց իրականում ոչ թե մենք պետք է ընտրենք կամ տարբերակով, այլ եւ։ Այսինքն մենք պետք է ստեղծենք, ես այդպես եմ ասում, էկոհամակարգ։ Պատկերացրեք մի ընկերություն, որը ունի կորպորատիվ էջ, ունի հիմնադիր, ունի B2B վաճառքի բաժնի ղեկավար եւ մարքեթինգի ղեկավար եւ HR։
եւ կազմում է ամբողջական ստրատեգիա այս 5 տարբեր account-ների համար, բայց մեկ բիզնես նպատակ կամ մեկ գլխավոր եւ մի քանի մինի նպատակներ հետապնդելու։ Վերջերս կորպորատիվ թրեյնինգի մեծ ընկերությունների խմբում, որտեղ հենց նույն պատկերներ, այսինքն կար հիմնադիրը, տարբեր բրենդների ներկայացուցիչներ, մարքեթինգի հետը եւ HR հետը, ու մենք հենց սա ենք քննարկում։ Երբ որ այսպես է, դու ստեղծում ես ընդհանուր վիզուալ ոճ, ստեղծում ես ընդհանուր մեսեջ, ստեղծում ես ընդհանուր մեսեջի փուլեր, առաջին անգամ ենթադրենք ընկերությունը ստացել է ISO սերտիֆիկացում։ Կորպորատիվ էջով սա հայտարարվում է։ Մեկ օր հետո հիմնադիրը սա կիսվում է մեծ ուրախությամբ, երկրորդ օրը top management-ն է այս լուրով կիսվում, այսինքն տարածում է նորից հետո աշխատակիցները ու ալիքաձև ամեն շերտ իր լսանին կոմունիկացնում է սա ու գնալով ծնագնդի էֆեկտով այս լուրը մեծանում է իր ազդեցությունն նաև։ Ու այս տրամաբանությամբ շատ տարբեր նպատակների կարելի է հետապնդել։ Դրա համար ճիշտ պատասխանն է, որ մենք մոտենանք որպես համակարգ կամ էկոհամակարգ, բայց կրկին, եթե սուղ ռեսուրսների առջև են կանգնած, միանշանակ խորհուրդ եմ տալիս ու կարող եմ դա հիմնավորել, որ պետք է սկսել անհատի էջից։ LinkedIn-ը նաև հրաշալի հնարավորություն է տարածքային առումով, որ պարտադիր չէ օրինակ հասնես Գերմանիա, որպեսզի համագործակցես, տալիս է հնարավորություն արդեն երկրից դուրս նաև համագործակցություններ, աշխատանքներ եւ այլն, բայց կա արդյոք մտավախություն, որ կարող է տարիներ անց, հատկապես Հայաստանում, LinkedIn-ը վերածվի, օրինակ, ինչ-որ ուղղակի պրոֆիլի, ինչ-որ հարթակի, ինչպիսին Facebook-ն էր սկզբում, հետագայում վերածվեց։ Գիտեք, միջավայրը այնպիսին է, որ խաղի կանոնները դոմինանտ են, թելադրող են։ Ես նշեցի, որ LinkedIn-ը հստակ գործնական միջավայր է, ոնց որում բիզնեսի տարբեր խնդիրների համար ինքը ունի լուծումներ։ Օրինակ, մարքեթինգի եւ վաճառքի համար ունի առանձին գործիքակազմ, կոչվում է Sales Navigator, աշխատակիցների հավաքագրման համար ունի հավաքագրման առանձին գործիքակազմ։ Եվ իհարկե, մեծ ծանոթ սոցիալական ցանցերի դրսևորումներ կան, սելֆիներ, նախաճաշեր եւ այլն, բայց այդ թեև կան, այդ բոլորին փորձ են արվում տալ գործնական շերտ, գործնական նպատակ։ Դրա համար, քան որ ընդհանուր մթնոլորտը նորից գործնական է, դա թելադրող է ու պարզապես սելֆիներ կիսվելով դու երկար չես դիմանա այնտեղ, որտեղ հետաքրքիր չէ, դու այդտեղ այդ դոֆամինը չես ստանա։ Դա TikTok եւ Instagram-ը չէ, որտեղ մի ճաշակով կամ անճաշակ ինչ-որ մի բան բազմաթիվ հավանումների կամ հակառակին է արժանում։ Սա, ես նշեցի, արժեք տալու տեղ է։ Ու ի տարբերություն մյուս սոցիալական ցանցերի, այստեղ դու մեկ օրում չես կարող դառնալ, ինչ ասեմ, ինֆլուենսեր կամ վիրալ գնալ։ Այստեղ աշխատում է մեկ շատ կարևոր սկզբունք, ինչը ինձ համար շատ կարևոր է, դրա համար սա իմ համար առաջնային վայրն է, սոցիալական որպես հարթակ, աշխատում է կուտակային էֆեկտը։ Այ մենք մեր զրույցի սկզբում էլ այդ մասին խոսեցինք, ինչ է հեղինակությունը կրկնությունները։ Այ երբ որ դու X պարբերականությամբ անում ես նույն բանը, հետևական կերպով, անում ես այն ժամանակ, երբ որ մոտիվացիա կա, անում ես այն ժամանակ, երբ որ մոտիվացիա չկա, անում ես այն ժամանակ, երբ որ արդյունքները ակնհայտ են, անում ես այն ժամանակ, երբ որ արդյունքներ չկան, բայց դու անում ես։ Ու այս հետևականությունը կուտակային էֆեկտով ինչ-որ մի պահի սկսում է վերադառնալ դեպի քեզ։ Իսկ դրան քչերն են դիմանում։ Եթե 5 կամ 10 տարի անց ստեղծեք մի գիրք եւ ամփոփեք արդյունքները այս տարիների, ինչ պտուղներ են տվել ձեր դասընթացները, ձեր գիտելիքը եւ այլն, ինչ կուզեք լինի այդ գրքի մեջ, ինչ արդյունքներ կուզենաք տեսնեք այդ գրքի մեջ։ Վաու, դա քիչ հարց եք տալու, չեմ մտածել այդ մասին։ Բայց կարելի է անել հետեւյալը, հասկանալ թե ինչև էս ինչ ա եղել եւ դա բազմապատկել 5 տարվա հավանական աճով։ Տեսեք, բաժանեմ երկու մասի։ Ես ինչ արդյունքներ եմ ունեցել եւ այն մարդիկ ում հետ ես աշխատում եմ ինչ արդյունքներ եմ ունեցել։ Վերցնեմ վերջի 1 տարվա արդյունքը LinkedIn-ի, ես ունեցել եմ մի քանի տասնյակ հաճախորդներ։ Ունեցել եմ մոտ 7-8 ոդքասթի եւ հաղորդման հրավեր, այդ թվում նաեւ դրսից։ Ունեցել եմ մոտ 10 հրավեր ելույթի բիզնես միություններում, տարբեր ֆորումներում, կոնֆերանսներում, որոնք գործարարի համար դրանք բոլորը placement են, այսինքն հնարավորություն է խոսելու քո ընկերության, քո ծառայությունների մասին,
եւ անհատական խորհրդատվական ծառայություններ եմ մատուցել նաեւ։ Մեկ տարվա, այսպես ասած, բիզնես ամփոփումն եմ անում, թե ինչ է տվել ինձ LinkedIn-ը, ինչը նաեւ ես փորձում եմ հենց գրքի միջոցով փոխանցել իմ ընթերցողին, ասելով թե ինչ կարող է տալ քեզ։ Գործընկերների մասով գործընկեր այսելով նկատի ունեմ մարդիկ, ում ես անհատական քոուչինգ եմ արել LinkedIn-յան կամ ծառայություն ենք մատուցել կամ նաև մասնակցել են իմ դասընթացներին։ Այն մարդիկ, ովքեր դրսևորել են բավարար ամենակարևոր բանը հետևողականություն, ես գիտեմ դեպքեր, որոնք արդեն համագործակցության հրավերներ են ստանում, գիտեմ մարդիկ, ովքեր դրսում միջազգային գլոբալ բրենդների հետ են աշխատում, իրենց աշխատանքի մեջ շատ մեծ առաջընթաց է գրանցվել, որովհետև իրենց պրոֆայլը շատ ներկայացուցչական է ու երբ որ ինքը ցուցահանդեսների ժամանակ խոսում է, Facebook-ը կամ այլ սոցիալական ցանց չի առաջարկում, այլ LinkedIn-ը առաջարկում, մարդիկ մտնում, տեսնում են, որ այնտեղ փաթեթավորված է մարդու ընկերության փորձը։ Գիտեմ դեպքեր, որ մարդիկ միգուցե շատ ակտիվ չեն հրապարակումների մեջ, բայց գտել են ձևեր նամակագրության եւ բազմաթիվ հաճախորդներ են ներգրավել, այսպես։ Ու եթե այս ամեն ինչը իմ եւ հաճախորդների բազմապատկային 5 տարի հետո իմ մասով ես արդեն տեսնում եմ, որ ամեն ինչ լավ է գնալով ավելի լավ է լինելու, իմ նպատակն է, որ ես կարողանամ ազդել գործարար միջավայրի վրա ու մի քանի հազար մարդ գործարար արմատավորվի, այսպես ասած, LinkedIn-ում եւ ներկայանալի դառնա եւ որպես LinkedIn-յան համայնք ներկայանալի դարձնենք Հայաստանը։ Ես հիմա բացի իմ գործունեությունը նաեւ ժամանակ առ ժամանակ Հայաստանի իմիջի վրա ազդող հրապարակումներ եմ անում, օրինակ վերջերս Զվարթնոց օդանավակայանը եվրոպական ինչ-որ մրցանակաբաշխության մեջ 5-ից 15 միլիոն ուղևորափոխադրում ապահովող օդանավականների շարքում 2 նոմինացիա էր տարել ու լավագույնն էր համարվել Եվրոպայում այդ կատեգորիայում։ Ես կիսվել եմ այդ մասին։ Մեկ այլ award-ով Հայաստանը լավագույն ճամփորդական ուղղություն էր հայտարարվել եւ այլն։ Հիմա պատկերացրեք, ու այդպիսի մարդիկ կան։ Մենք այդպիսի մարդիկ շատ լինեն։ Սա նաեւ դիրքավորում է մեր երկիրը։ Դիրքավորում մեր երկիրը բիզնես առումով, դիրքավորում մեր երկիրը այդպիսի երևույթ կա կոչվում է digital nomad, երբ որ մարդը ճամփորդում է եւ աշխատում է ու մարդիկ գալիս են Հայաստանից են աշխատում, որտեղ բարենպաստ պայմաններ կա։ Այսինքն ես այսպես եմ պատկերացնում գրքի ու իմ գործունեության ազդեցությունը ոչ միայն որ մեզ անհատապես մեր բիզնես շահերին ծառայեցնենք, ինչու առաջնային է ու ոչ ոք դա չի թաքցնում ու հենց այդպես է կլինի, այլ նաև որպես live որակյալ LinkedIn-յան համայնք ձևավորենք, որը բարձրացնում է Հայաստանի ընկալումը բիզնես, տուրիստական, ներդրման, կրթական եւ բոլոր առումներով։ Լայվ արտադրող, եթե այո կան արտադրող գործարարներ, շատ լավ լրացում արեցիք, որովհետև ասում են, որ պետությունները հաղթում են, գոյատևում են առհասարակ, եթե կամ նվաճող են, կամ արտադրող են։ Հիմա մեր հույսը դուք եք գործարարները, որովհետև նվաճող չենք, այո, շատ լավ հարթակ է, որպեսզի արտադրող ընկերությունները եւս միանան, կրթվեն եւ իրենց արտադրանքը ցույց տան այլ երկրում, ներկայացնել LinkedIn-ում եւ այլն եւ այլն։ Շատ լավ լրացում արեցիք, այո, համաձայն եմ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am